Առավոտ շուտ չեմ, օրվա կեսօրա, խնդրեմ երեխաները, երեխեքը, մեր երեխեքը վախենում են, բարև երեխեք, ես ինչ շունա այս շունը, այն չէ բերել էստեղ, չէ դոբերմանի ձակ չկա էստեղ, չէ տանեիք ինչ անեիք, պահելու էիք որ տանեիք, հա դե ես էլա չէ ինչ որ մեկը չի պահում չէ դրսում ա միևնույնն ա, հիմա ինչ տարբերություն ձեր շենքում թե էստեղ, եթե դուք անձամբ չեք տանում ձեր տուն, չեք պահում, չեք խնամում, իրան կլինիկա չեք տանում, այսինքն այդ ամենը չեք անում, դա չեղա որ պահում եք։ Ահա թե ինչու շները չեն մնում այստեղ, որովհետև այսպես օրական բազմաթիվ խմբեր գալիս են երեխեքով, հավանաբար սևուկ շանրով վերցրել էին ու մտածել, որ ինքը դոբերման ա, ու եկել էին, բացատրեցի, այն մեկն էլ ասում է ինչ եք մեզ նկարում, ասի ձեզ չեմ նկարում, ես միշտ այստեղ նկարելով գալիս եմ էջներ, ասում է բայց այստեղ շունչ կա, դե շները փախել են այստեղից բնականաբար ներս հավանաբար, փորձեմ հասկանալ որտեղ են շները, այսպես օրական այնքան մարդ է այստեղ գալիս, թվում է ամայի տարածք է, երբ որ ծնողներին խոսացնում ես բոլորը միաբերան մեր երեխաները վախենում են, հանգիստ եղեք, դուք չվախենաք, ձեր երեխաները չեն վախենում, 90%-ը չի վախենում երեխեքի, հանգիստ եղեք, տեսնեմ որտեղ են ձագուկները, դատարկ, դե դուք պատկերացնում եք, չէ, որ սենց առանց մի հատիկ թողնելու կատուները չեն կերել, այսպես բաց, ամեն ինչ, էլ կատու կմնա այստեղ, կեր կմնա, չգիտեմ, մեկ օր չեմ եկել ու արդեն բաց, կերերը չկա, ամեն ինչ ավերակ դարձրած, ընդամենը մեկ օր, համացանց, մյուս, եղավանում ինվորմացիան լուրը տարածելու համար, երեխեքը իմանան, որտեղ շուն կա, որտեղ ձակ կա, մեծերն իմանան, հավատացնում եմ, ոչ ինտերնետ ա պետք, ոչ հրապարակում, իրանք միշտ ամեն ինչ գիտեն, ամբողջ օրը փողոցներն են, ոնց ես Ավրորա, ձակերին տարել ես քո մոտ, ապրես դու, ապրես, եկեք, սիրուններս, բա մյուս ձակը ուրա, մյուսը ուրա, այս երկուսն են, Ավրորա, մյուսը ուրա բա, ինչ անենք, եկեք լավ, եկեք գնանք, Ավրորա, բա երորդ ձակը ուրա, ինչ ա պատահել, ով ա տարել, այս երկուսն են, եկեք, ինչ ես ուզում ասես, եկեք լավ, եկեք տեսնեմ, սիրուններս, հատուկ նկարելով ցույց չեմ տա Ավրորայի մյուս թաքստոցը, թե չէ այստեղ էլ կհասնեն, ով գիտի, իմ էջին էլ են հետևում ու հասնում, հիմա այստեղ էլ կկերակրեմ ու ջուրը կդնեմ այստեղ ոչ թե դիմաց է, դուք կգաք իրա հետ այստեղ, բայց ես ցույց չեմ տա ձեր տեղը, այս մի տեղը ցույց չեմ տա, հա, լավ թաքստոց է, ճիշտն էլ անում եք, դուք այդտեղ եք մտնում, բայց ես ցույց չեմ տա, ճիշտ եք անում, էլ են դիմացը չմնաք, Ավրորա հետ կգաք այստեղ, ճիշտ արև, որ Ավրորան ձեզ բերելա պահելա, չեր Ավրորա, գնացին, խեղճացած են, իրենց մի քույրիկին տարել են, որ իրար հետ նստում եք, այդ քույրիկին տարել են, հա, Աստված գիտի ուր են տարել, մի արի իմ հետևից, սիրուն ջան, գնա, այս ժամին որցուկը այստեղ չի լինում, գնացած ա լինում, բայց իզուր եկաք սիրուններս, գնացեք Ավրորայի մոտ, նկարում եմ այդ երեխեքից մեկը ասում է, հա բայց նկարում էր, այն մեկը մեկին ասում է, թող մի հատ հələ նիտո բան լինի, ու սա երեխաներն են, հեն երեխաները, որ իրենց ծնողները վարկյանը մեկ ասում են շները, մեր երեխաները, ինչ լավ ա դուք այստեղ չէիք, երբ որ իրանք իրանց շան հետ եկել էին, շատ հրաշալի էր, որ դուք այստեղ չեք, դե գնացեք Ավրորայի մոտ, սիրուններս, իսկ երորդը արդեն չկա, ուրա, ինչա, ով ա տարել, ոչ մի տեղեկություն, որտեղ այս խեղճ կենդանիները պատսպարվեցին, տեսեք, այստեղ էին նստում, սարքեցին աղբանոց ու վատ ձևով, այնտեղ էին նստում նույնը, որտեղ մտնում են մարդը, գալիս ա ու ամեն ինչ փչացնում, սա է մեր իրականությունը, ցավով եմ ասում, սա է,
ու ես ամեն օր պայքարում եմ այս անտունիքների կյանքի համար, որ ուտեն, որ ապահով լինեն, բայց ես չեմ կարող 24 ժամ հսկել, իսկ բոլորի երեխաները, մարդիկ ամբողջ օրը դուրսն են։ Եկա մյուս տեղը, նույնպես ոչինչ չկա, կենդանիներ չկան։ Իրականում այս շոգ ժամանակ, այս ժամերին հիմնականում չեք գտնի կենդանիներ փողոցներում, դրա համար միշտ ես առավոտյան շուտ եմ լինում, իսկ երբ որ լինում է երբեմն այսպես մի փոքր ուշանում եմ, գալիս եմ ուղղակի պտտվում, տեսնում եմ բոլոր բացերը, թերությունները, մի փոքր կերեր եմ թողնում ջրի հետ, որովհետև հովն ընկնելուն պես կենդանիները նորից գալիս են ստուգելու այդ հատվածները։ Իսկ թե ուր են գնում նրանք, չեմ կարող ասել։ Իսկ ինչու երեկոյան հովին չեմ կերակրում, որովհետև այդ ժամանակ ամբողջ փողոցները լցված են մարդկանցով։